Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am։ Հայաստանի զորախմբերը Տաջիկստանում մասնակցում են զորավարժությունների ԱՊՀ երկրների համագործակցություն հակաահաբեկչություն 2025 համատեղ հակաահաբեկչական վարժանքի եզրափակիչ փուլը կանցկացվի Տաջիկստանի Ֆահրաբադ զորավարժարանում։ Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Qırğızstani, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի զորախմբերը։ Վարժանքի առաջին փուլն անցկացվել է հոկտեմբերի 7-ից 9 դրաշրջանակներում մշակվել են պայմանական ահաբեկիչների հայտնաբերման ու ձերբակալման խնդիրները, որոնք հարձակումներ էին նախապատրաստում կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների եւ մարդկանց զանգվածային կուտակման վայրերի վրա։ Հայաստանը վերջին 1 տարում 24 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 25 թվականի հոկտեմբերի 27-ը մասնակցել է մասնավորապես 4 խոշոր միջազգային զորավարժությունների՝ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Eagle Partner 24-ին, ինչը ամրապնդում է Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը։ Հայաստանը մասնակցել է նաև ԱՄՆ-ի կողմից կազմակերպված Combined Resolve 25 թվականի միջազգային վարժանքին բազմաթիվ երկրների մասնակցությամբ։ Վրաստան ՆԱՏՕ 2025 զորավարժություններին Հայաստանը մասնակցեց, որոնք տեղի ունեցան Վրաստանում եւ Հայաստանում տեղի ունեցած զորավարժությունները Միացյալ Նահանգների հետ օգոստոսի 18-ից 20-ը։ Իդեպ ԱՊՀ Հովանու ներքո անցկացվող համագործակցություն հակաահաբեկչություն 25 զորավարժությանը մասնակցելը ոչ միայն որևէ հավելյալ անվտանգության երաշխիք չի ստեղծում Հայաստանի համար, այլև մեզ պահում է այնպիսի մի համակարգում, որը այսօր միջազգային մեկուսացման ու խորացող ճգնաժամի ուղու վրա է։ Մեր երկրի անվտանգության, տնտեսական դիմադրունակության եւ քաղաքական ինքնիշխանության միակ ճանապարհը բազմավեկտոր, բայց ազգային շահերով առաջնորդվող համագործակցությունն է։ Մենք պետք է առաջնահերթ դարձնենք երկկողմ զորավարժություններն ու պաշտպանական համագործակցությունը մեր իրական գործընկերների հետ Վրաստանի, Իրանի, Ղազախստանի, Հնդկաստանի, ինչպես նաեւ Եվրամիության անդամ երկրների Ֆրանսիայի, Հունաստանի, Կիպրոսի եւ Միացյալ Նահանգների հետ։ Այսօր, երբ Ռուսաստանի նկատմամբ աճող մեկուսացումը խորացնում է նրա անկանխատեսելիությունը, Հայաստանը այլևս չի կարող թույլ տալ իրեն մնալ կախված նրա առաջնորդած այնպիսի ռազմական քաղաքական դաշինքներից, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի համար, որովհետև չեն ճանաչում Հայաստանի սահմանները եւ որոնք չեն ապահովել մեր անվտանգությունը, երբ դրա կարիքը Հայաստանն ունեցել է։ Իսկ որքան զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանը վերջին 1 տարվա կտրվածքով համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը վերջին 1 տարում մասնակցել է մոտ 8-ից 10 խոշոր միջազգային զորավարժությունների։ Եվ այս պահին զրուցելու եմ ռազմարդյունաբերության ոլորտի փորձագետ Ավետիք Քերոփյանի հետ։ Պարոն Քերոփյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Ողջույն։ Պարոն Քերոփյան, ես ներկայացրի 1 տարվա կտրվածքով ընդհանուր առմամբ Հայաստանը որքան զորավարժությունների է մասնակցել, Ադրբեջանը որքան զորավարժությունների, գրեթե կրկնակի էր թիվը տեսակ, եւ հիմա Տաջիկստանում առաջիկայում այս զորավարժության մասնակցելը ինչպես եք գնահատում, որքանով Հայաստանը ընդհանրապես պետք է ուրեմն այսպիսի զորավարժությունների մասնակցի եւ որքանով պետք է ընդհանրապես հայացք ուղղի Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ իրական եւ արդյունավետ ուրեմն զորավարժություններ իրականացնի, ինչպես եք դուք գնահատում, համեցեք։ Դե ընդհանրապես եթե դատենք հայտարարված զորավարժությունների բնույթից, սա մեր զինված ուժերին խիստ սահմանափակ փորձառություն է տալու հակաահաբեկչական եւ բազմամարդ վիճակում ահաբեկչական գործողությունների արձագանքումը դա ընդհանրապես զինված ուժերի գործառույթ չէ։ Իհարկե չի ասվում հաղորդագրության մեջ թե ինչ ստորաբաժանումներ են մասնակցում, միգուցե նաև ԱԱԾ-ի հակաահաբեկչական կամ ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումներ են մասնակցելու, բայց ամեն դեպքում այս զորավարժությունների բնույթը եւ մասշտաբը որևէ էական բան մեր զինված ուժերին չի տալու։ Բացառությամբ, ասենք, իրենց արտասահմանյան գործընկերների հետ որոշակի շփումների, որի ընթացքում կարող է կիսվել ինչ-որ տեղեկություն, իսկ կարող է չկիսվեն։ Եվ համեմատելով, ասենք, մեր ողերիմ հարևանների անցկացրած զորավարժությունների քանակի եւ բնույթի հետ, ինչպես գիտենք, եւ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր սահմանների մոտ անընդհատ նաեւ հրետանային կրակով, նաեւ ԱԲՑ-ի մասնակցությամբ, նաեւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ զորավարժություններ են անցկացնում, ընդ որում այդպիսի զորավարժություններ անցկացնում են նաև հայտարարված նպատակներով, ասենք,
բանակից հետո բնակավայրեր մտնել եւ բնակավայրերը վնասազերծել, մաքրել, այսպիսի զորավարժություններ են անցկացնում, ձմեռային զորավարժություններ եւ այլն։ Այսինքն ակնհայտ է, որ իրենք պատերազմ պատրաստում են մեր տարածքում եւ մեր տարածքում ռազմական գործողություններ անցկացնելու, ընդհանրում եղանակային տարբեր պայմաններով, իսկ թե մենք ինչն ենք պատրաստում, անհայտ է։ Եվ պետք է ասել, որ իհարկե, ասենք, պաշտպանության նախարարությունը ժամանակ առ ժամանակ զորավարժությունների մասին հաղորդագրություններ է տարածում, ինչպես գիտենք, նաև անցած տարի եւ այս տարի Միացյալ Նահանգների որոշ ստորաբաժանումների միասին զորավարժություններ անցկացվեցին Հայաստանի տարածքում, այսպես կոչված արտիվ գործընկերի գլխավոր զորավարժությունները, բայց դրանք նույնպես իրենց բնույթով խիստ սահմանափակ են եւ խիստ սահմանափակ նշանակության զորքեր կամ զորամասեր են դրանց մասնակցում։ Ինչ վերաբերում է բանակի ընդհանուր առմամբ մարտական պատրաստությանը, այստեղ այնքան էլ ամեն ինչ լավ չէ, որովհետև դեռևս սեպտեմբերին կառավարությունը իր որոշումներից մեկով մարտական պատրաստության ուղղված միջոցներ տեղափոխեց այսպես կոչված շենքային պայմանների բարելավման հոդված, դե գիտենք, այնտեղ տարբեր բաներ են այդ հոդվածում գրվում, սկսած զորանոցներից մինչև դիրքեր, բայց այն, որ մարտական պատրաստության ծրագիրը ամբողջությամբ չի կատարվելու, դա փաստ է։ Հիմա կարող է ինձ հակադարձեն, ասեն, որ մարտական պատրաստությունը կատարվում է եւ այլն, բայց մասշտաբը այդ մարտական պատրաստության եւ ընդգրկված զորքի քանակը ընդհանրապես ասած բավարար չէ։ Պարոն Քերոբյան, տեսեք, մենք նաև ականատեսենք մի շարք այլ փոփոխությունների, մասնավորապես հիմա 2026 թվականի բյուջեն է քննարկվում խորհրդարանում եւ նաև տեսնում ենք, թե ընդհանրապես պաշտպանության բյուջեի հետ կապված ինչ է տեղի ունենում, դուք ինչպես եք գնահատում 26 թվականի ուրեմն հետ կապված, գիտեք, Ադրբեջանում եւս վերջերս հայտարարություն եղավ եւ ուրեմն այնտեղ էլ պաշտպանական բյուջեին որոշում էին առաջիկա 5 տարիների ընթացքում քիչ տրամադրել, Հայաստանը նախատեսում է օրինակ 15.3%-ով կրճատել պաշտպանության ծախսերը, այսօր արդեն խորհրդարանում այդ մասին հայտարարվեց, ձեր գնահատականը։ Դե Ադրբեջանի հայտարարությունը ընդհանրապես ասած պետք չէ լուրջ վերաբերվել, նրանք այսօր կարող են որոշեն, որ 5 տարվա ընթացքում 8.6% ծախս են կրճատում, իսկ վաղը չմիսօրը արդեն որոշեն, որ շեշտակի մեծացնում են այդ ծախսերը, այդպիսի բան տեղի ունեցավ ոչ վաղ անցյալում 2025 թվականին, երբ Ադրբեջանը մի կողմից հայտարարեց, որ ծախսերը կրճատում է, հետո այդ ծախսերի կրճատումը չեղարկվեց, հայտարարեցին, որ կապված պայմանավորված Հայաստանի ռազմականացմամբ եւ զենքի զինամթերքի մեծ գնումներով ծախսեր ավելացնում են եւ այս տարվա սկզբին ընդհանրապես շատ մեծ ծախսերի մասին հայտարարեցին 40 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների մասին գնելու մասին հայտարարություն եղավ եւ գիտենք որ դրանք իսկապես մատակարարվելու են դատադրությունները լուրջ են եւ դա այն քանակն է որ կարողանալու է ճնշել ամբողջապես ճնշել մեր հողը իհարկե մի հատ մտություն կլինի կարծելով որ եթե ռազմական գործողություններ եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապա Թուրքիան չի մասնակցելու եւ մենք նաեւ դա պետք է հաշվի առնենք եւ մեր գնումները բարակաշինությունը պետք է կատարենք այդ տրամաբանությամբ հաշվի առնելով որ մեր ոչ վաղանցել ռազմական դաշնակիցների հետ բավական փչացել են հարաբերությունները եւ ինչպես նշեցիք զրույցից առաջ մեր միակ ռազմական դաշինքի գործընկերների հետ արդեն վաղուց 3 տարուց ավել է որևէ գործողություն չի իրականացվում, որևէ զորավարժության չենք մասնակցում։ Իհարկե դրանց արդյունավետությունն է կասկածելի եւ կասկածելիք պետք է դրվել մշտապես, թե ինչու եւ ինչպես եւ որտեղ եւ ինչ պայմաններում ասում դրանք մեր պայմաններին մոտեցված են, մեզ ընդհանրապես արդյունավետ է այդպիսի զորավարժությունների մասնակցել, բայց ակնհայտ է որ ստեղծած չլինելով կոր պաշտպանական եւ անվտանգային համակարգ ծախսեր կրճատել դա առնվազն տարակուսելի է, իսկ եթե իրենց անունով կոչենք հանցագործություն։ Գիտենք որ զորահավաքային պաշտոնները նրանց ված չեն, գիտենք որ խիստ ամենափակ թվով մարդիկ են կանչում վարժական հավաքների եւ դրա վրա քիչ փող է ծախսվում իրականում։ Իսկ այդ ովքեր որ կանչում են վարժական հավաքների մի առանձնապես հանդերձանք եւ
զենքով զինամթերքով չեն ապահովում, մանավանդ ասենք հենց վարժակների կամ մարզումների ժամանակ զինամթերքը խիստ սահմանափակ քանակով է տրամադրվում, ել չեմ ասում ծանր զենքի մարզումներին, ասենք հրետանու կամ հակօդային պաշտպանության կամ հակատանկային ստորաբաժանումների մասին ավելորդ է խոսել այնտեղ զինամթերքի ծախսը ընդհանրապես չի կատարում վարժական հավաքների ժամանակ եւ այստեղ խոսեմ ծախսերի կրճատման մասին, երբ որ մենք դեռ այսպես նոր բանակը շինելու առաջի քայլերն ենք անում, ընդհանրապես ասած հանցագործությունը ծախսերը պետք է ավելացնել եւ մարտական պատրաստության ուղղությամբ եւ զենք զինամթերքի գնումների եւ արտադրության տեղական արտադրության ուղղությամբ եւ ընդհանրապես ասած եթե խոսում ենք բանակաշինության մասին առանց հասարակության լայն ներգրավման այդ նոր բանակը հնարավոր չէ ստեղծել չենք կարող ապավինել սահմանափակ կազմով սահմանափակ այսպես զինվածությամբ բանակին, որ պահպանի կամ պաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ սահմանների պահպանությունը իրականացնի։ Հնարավոր չէ այդ կրճատվող ծախսերի պայմաններում դա ապահովել։ Եվ ելի եմ կրկնում, մենք պետք է ավելի ու ավելի շատ ծախսենք առանց ուշադրություն դարձնելու Ադրբեջանը ինչ է։ Դա Ադրբեջանը կարող է ընդհանրապես այսօրվա իշխանություններին քաղաքական ռեվերանսներ անում, որպեսզի նրանք վերընտրվեն եւ ապահովեն իրենց պահանջների միակողմանի կատարումը։ Այն ինչ որ անում են, մենք պետք է լրիվ հակառակ անենք։ Պարոն Քերոբյան, տեսեք, վերջերս նաև հունվարից մեկնարկող գործընթացը բավականին քննարկվեց, գիտեք, զինվորական ծառայության ժամկետի կրճատման հետ կապված է, նախարարը օրինակ հայտարարում է, որ սա որևէ կապ չունի ընտրությունների հետ, դուք ինչպես եք գնահատում, որքանով են այսպես ճիշտ հաշվարկված։ Իհարկե նախարարը խորհրդարանում փորձել է ներկայացնել, պաշտպան հայրենիացն է մասնավորապես հիշատակել դուք ուրեմն ինչպես եք գնահատում եւ սա այս գործողությունները ինչի կհանգեցնեն համեցեք։ Ես թռուցիկ եմ ծանոթացել նախարարի հարցազրույցին եւ խորհրդարանում զեկույցներին, բայց գիտեմ թե թվերի մասին տեղյակ եմ 4600 հոգի հայտարարվել պաշտպան հայրենացի շահառու, թե ինչքանով են դրանք համապատասխանում իրականությանը թողնեմ թվերը հայտարարողների խղճին, բայց ակնհայտ է որ այն ինչ պետք է անեն, այսինքն պայստազոր մարզեն եւ մարզեն ողջ պայստազորը, ոչ թե տարեկան, ասենք 15000 հոգի կանչեն վարժական հավաքների եւ կասկածելի արդյունավետությամբ անցկացնել վարժական հավաքները, որը ինչպես գիտենք, մեծ մասամբ վերածվում է դիրքապահների պակասը լրացնելուն, իսկ երկրորդ երկու շաբաթ անցկացնում են դիրքերում, այդ վարժական հավաքների կանչվողները ընդ որում շատ են դեպքեր, երբ որ ասենք հակօդային պաշտպանության կամ կապի կամ թիրային զորքերի մասնակիցները կանչվում են այդ վարժական հավաքների եւ գնում են ընդհանրապես ասած մարտական հենակետ այնտեղ անցկացնում երկու շաբաթ, որպեսզի պայմանագրային զինծառայողները կամ ժամկետային զինծառայողները հանգստանան։ Եվ դա համատարած է իրականում, ես ինքս ականատես եմ եղել, իմ գործընկերները, իմ ծառայողները հենց այդպես էլ գնացել են, ասենք գնացել է ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավար, հրամանատար եւ գնացել ուղղակի դիրքային ծառայության կանչվել են խոստումով, որ չի լինելու այդպիսի բան։ Եվ այդպիսի բանը տեղի ունենում համատարած։ Միշտ պետք է անենք լրիվ հակառակը, պետք է կանչենք մարդկանց համապատասխան իրենց զինհաշվառման մասնակցության, այդ 10 օրվա ընթացքում նախնական պետք է թարմացվեն գիտելիքները, պետք է ծանոթանան զենքի զինամթերքի նոր տեսակներին, յուրացնեն դրանք, իհարկե դա հեշտ գործ չէ եւ 10 օրվա գործ չէ, բայց այդ process-ը պետք է լինի անընդհատ։ Իսկ ոչ թե սպասեն հաջորդ 20 տարվան, 20 տարի հետո նոր կգա հերթ այս տեմպերով մարդկանց հաջորդ վարժական հավաքների, եթե հերթով արվի, եւ այդ հերթի խախտումների մասին ընդհանրապես նույնպես խորհրդարանում զեկուցել են, այդ վարժական հավաքների անարդյունավետության եւ ընդհանրապես խախտումների մասին, որ մարդիկ եղել են վերջին 5 տարում 2-3 անգամ են կանչվել հավաքների, մեջտեղ լիքը մարդ կա, որ ընդհանրապես չի կանչվել, չգիտել երբ կանչվի, մենք պետք է այդ ուղղությամբ լիքը խնդիրներ ունենք եւ պետք է ուղղությամբ աշխատանքներ կատարենք, բայց այն ինչ որ տեսնում ենք բանակում, թարապես ասած վերադառնալով էս օրինակ զինծառայության ժամկետի կրճատմանը, սա պետք է հետևանք լինի, արդեն բանական շինության, պաշտպանական եւ համապատասխանային համակարգ կառուցելով ոչ թե նպատակ։ Եվ այն ինչ որ հայտարարում են, որ սա նախընտրական PR ակցիա չէ, իրականում ստում են,
որովհետև չնայած զինծառայության ժամկետը կրճատելի գրված է այս կառավարության ծրագրում, բայց կառավարության ծրագրի ավարտին այդ ժամկետը կրճատելու պահին մնալու է ընդամենը կես տարի։ 5 տարին անցկացել է, 5 տարին անցել է, 4 տարին անցել է, նորեն հիշել դրա մասին։ Բնականաբար ընտրությունից առաջ այդ հարցը եւ առաջանալու է եւ որևէ կասկած չկա, որ դա իրապես PR ակցիա է։ Եվ պետք է հասկանանք նաեւ, որ այս կրճատվող զինծառայությունը հաջորդ կառավարության խնդիրներ լինելու։ Հաջորդ կառավարությունն է արդեն սրանով զբաղվելու։ Եվ ինչքան էլ ուզում են ասեն, որ իրենք ընտրվելու են կամ այսպես ժողովրդավարությունը եւ այլն, չի կարելի սա դիտարկել որպես ժողովրդավարական կառավարության քայլ, եթե իրենք վստահ չեն կամ միջոցներ չեն ձեռնարկել 100%-ով իրենց ընտրությունը կամ վերարտադրությունը ապավելու համար։ Այլապես չպետք է անեն այս քայլը այս իշխանության ցիկլի վերջի 6 ամսում։ Այն ինչ որ բացատրում են, որ եկել են խաղաղության վիճակի եւ այլն, խաղաղություն իրական խաղաղություն գոյություն չունի։ Այս պայդրությամբ ունի ծավալապաշտական հայտարարությունների շարք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, չէ՞ թաքցնում, որ Զանգեզուրի միջանցքն իրենք կառուցում եւ անընդհատ դրա մասին խոսում են, այսպես ճակերտավոր են ասում, որտեղ դա մեր եզրույթները չէ, իսկ այն ինչ որ հայտարարում են հայտարարությունների մակարդակում է մնում, իսկ իրական օգուտներ Հայաստանի անվտանգային համակարգի եւ անվտանգային իրավիճակի համար դրանք դեռ պետք է տեսնել։ Դրանք դեռ չկան։ Շնորհակալ եմ, պարոն Քերոբյան, զրույցի համար։ Ձեր շնորհակալություն։ Զրուցում էի ռազմաարդյունաբերության ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանի հետ։ Այժմի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։